Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այն պրոցեսները, որոնց մենք բոլորս ականատես ենք, խիստ մտահոգիչ են եւ սա շատ մեղմ եմ արտահայտվում եւ հաշվի առնելով այն ճակերտներում շատ մեծ ճակերտներում տարօրինակ գործընթացները, որոնց մենք ականատես եղանք գիշերը հաշվարկի ժամանակ, երբ որ ձայների հաշվարկը գնում էր, երբ որ ինչ որ մի պահ, սենց կանգնում էր հաշվարկը, հետո էլի տենց սկսում էր, սա թերևս գրեթե ամենաթեթև, ճակերտներում իհարկե նկատառումն է, իսկ հիմնականում օրինակ շատ տարօրինակ էր, երբ որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերը, ոչ թե տոկոսները, շատ կարևոր է ընդգծել թվերը, որովհետև որոշ թուրքամետ եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները փորձում են տոկոսների վրա պատտասնեն, ոչ, բացարձակ թվերի մեջ թիվ էր հայտնվում, հետո մեկ էլ հաջորդ անգամ, երբ որ թարմացվում էր էջը, այդ թիվը չգիտես ինչու նվազում էր, այսինքն բացարձակ թվերի մասին է խոսքը գնում։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ ինչպես հայտնի է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հենց այս պահին, եւ առհասարակ վերահաշվարկի process-ի մեջ է, մենք պահանջել ենք վերահաշվարկ այն տվյալների, որոնք հրապարակվել են, որովհետեւ կրկին այստեղ ճակերտներում, շատ խիստ ճակերտներում տարօրինակ process-ներ են գնում, երբ որ ամենավերջի պահին հրապարակված մեր թվին մեկ էլ պարզվում է, որ ինչ-որ 1000-րդական, նույնիսկ 10-րդական չէ, 1000-րդական քանակով ձայներ են պակասում, որ այս պահի դրությամբ տեղամասերի քանակը այս պահի դրությամբ քանզի process-ը ինքը, process-ի մեջ է, տեղամասերի քանակը հստակ զերծ կմնա ասել, որովհետև մոտավորել չեմ ասի, բայց հավատացնում եմ ձեզ 1 կամ 2 չի, որովհետև ըստ էության ունենք տվյալներ, ես հիմա ուղղակի հղում տալով, օրինակ 4 ընտրատարածքից արդեն ունենք տվյալներ, որ 120 ձեն, ընդամենը 4 ընտրատարածքից, արդեն 120 ձեն կրկին վերադարձել է մեզ,